Այսինքն, պարոն Ռուբինյան, ասում եք, որ չեք ցանկանում, հա, ձեր ձևակերպումները տվեցիք, չնայած որ միտքը ամբողջապես չեք մեջբերում։ Լավ, իսկ ուզում եք, որ խորհրդարանը կա պատգամավոր կամ անձ բլուրում ծիծաղում է, ով ծամոն է տանում, սահմանադրական դատարանում, հարգելով նաև բարձր ինստիտուտը վերաբերմունքը, կան խորհրդարան մարդիկ, ովքեր հայոյում, ու դա վերաբերում են որում նաև շեշտեմ ընդդիմադիր պատգամավորների հատվածին, ովքեր նման դրսևորումներ ունեն, փոխնախագահ դառնա մեկը, ով օրինակ ազատություն է տալիս իր մարմնի մասերին, մասնավորապես ոտքերին եւ այլն, սա որպես առաջին հարց եւ որպես մյուս անգամ չընդհատեմ, մի անգամից երկրորդ հարցն էլ տամ։ Օրինակ ես ճեպազրույցից ուշացա, որովհետև Երևանում խայտառակ խծանումներ են։ Երևանում խայտառակ խծանումներ են, որովհետև օրինակ քաղաքապետարանում հաշվարկներ գուցե ճիշտ չեն արել, սա ինչ եմ ասում, որպեսզի ԿՊ վարչությունում հարցնեմ։ Այդ հարցը ընդհանրապես քննարկվել է։ Դուք օրինակ տեղաշարժվելու խնդիր ունենում եք, երբ որ աշխատանքի եք գալիս, երբ որ ինչ որ մի վայրից պետք է մյուսը գնաք, օրինակ ես դեմ չեմ վերանորոգելուն բնականաբար, բայց հնարավոր չէ այդ հաշվարկները այնպես անել, որ ինչ որ մի հատված ավարտվի շինաշխատանքների, հետո մեկնարկեն մյուս հատվածը, որտեղ ամբողջ քաղաքում ինչ որ փոսեր են փորել, շինարարական տեխնիկա ավարտեք, ապա շնորհգործունեության հետևանք չի սա, եւ եթե այդպես է, հնարավոր է ԿՊ-ում որոշել, օրինակ Տիգրան Աբինյանի հրաժարականը պահանջեն։ Փայլակ ջան, Երևանում խցանումներ են, որովհետև վերջին տարիներին մեքենաների թիվը, ավտոմեքենաների թիվը Հայաստանում կտրուկ աճել է։ Ինչու է աճել։ Որովհետև մարդկանց բարեկեցությունը նույնպես աճել է։ Երբ որ մարդկանց բարեկեցությունը աճում է, մեքենաների թիվը աճում է, ունական հաշվարկներ, եթե ես չեմ սխալվում, որ այս 10 տարվա մեջ գրեթե կրկնապատկվել է Հայաստանում մեքենաների թիվը։ Դա նորմալ process է։ Բնականաբար դա բերում է խնդիրների, խցանումների, որը բոլորս էլ գիտենք դա, որ դրա մասին բոլորս գիտենք, նույնիսկ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը պետքա զբաղվի այդ խնդիրներով։ Դրան զուգահեռ այո, ինչ-որ վերանորոգումներ կան, բայց կներեք այդ վերանորոգումները այո, պետքա լինեն եւ անհարմարությունների պետքա։ Դե Ժորժ ջան, ես օրինակ 6 ամսով քաղաքի ինչ որ մի հատված փակելը եւ կառուցելը դա այսինքն կամ ամբողջ աշխարհում մենակ Հայաստանում է մեքենաների թիվը ավելանում։ Ժորժ ջան, թողեք պատասխանեմ։ Եվ բնականաբար վերանորոգումները ինչ որ անհարմարությունների կբերեն, պետքա այդ անհարմարություններին դիմանալ, բայց բացի վերանորոգումներից ակնհայտ որ խցանումների խնդիր կա եւ լուծումներ պետք են, այդ լուծումները հայտարարված են, որ պետքա հանրային տրանսպորտի համակարգը բարելավվի, պետքա ավելի շատ շարժակազմեր լինեն եւ այսպես շարունակ, գուցե գոտի ավորման անհրաժեշտություն լինի։ Այս խնդիրը կա, ես չեմ ժխտում։ Դուք ասում եք ես խնդիրներ ունենում եմ տեղաշարժվելու, այնպես ինչպես բոլորը, այսինքն ես էլ մեքենայով գալիս եմ եւ ցանում ալինում ես ավանում եմ հիմա բնակվում մետրո չկա բայց կարող եմ ձեր Չէ, հարցի առաջի հատվածը մնաց։ Վերադառնալով առաջի հատվածում, ձեր հարցի առաջի հատվածը կներեք, բայց շատ ինչ որ խառը չի, օրինակ Լուսինե Բադալյանը Եռաբլուրում ծիծաղում էր։ Դուք սխալ եք ասում, որովհետև չէ, ես կարամ դες վիդեոն հենց հիմա ցույց տամ։ Սխալ եք ասում, որովհետև Եռաբլուրում նախ ինչ ա եղել, Եռաբլուրի մուտքի մոտ կարող է ինչ որ ժպտացել է մեկի հետ խոսալով, բայց դուք հիմա բան եք, չեղած տեղից ինչ որ թեմա եք ասում, կամ ասում եք ինչ որ ծամել եք ասում, չգիտեմ ինչի մասին է։ Ուզում եք ես մի հատ հերթով սկսեմ անդրադառնալ, թե որ լրագրողը որտեղ ծամեց կամ ինչ ասեց։ Բայց ոնց որ թե քրակությունը ազատ են իրաց։ Չէ, բայց մի բան հարցնեմ։ Խմբակցության տեխնացում որոշվեց։ Խմբակցության ներսում արդեն ինչ ասեցիք, կներեք։ Ասում եմ մարդիկ ազատ են աշխատանքից հետո անելային ինչ որ ուզում են։ Ես դուք էլ աշխատանքի ժամանակ դուք նկատում եմ դուք լրագրողները ձեր ամբողջության մեջ, այնպես չի որ առանձնապես շատ մեծ տակտով եք աչքին գնում, կներեք իհարկե, եթե կարող եմ թույլ տալ դուք պետքա պրոյեկտը լրագրողների վրա։ Որովհետև շատ կարևոր է որ մարդը շատ կարևոր է։ Լրագրող դուք հիմա եք ընդհատում ինձ անընդհատ կողքից։ Իրար հետ եք կրվում։ Խմբակցության ղեկավարի տեխնացում որոշվեց երեք։ Ուզում եմ հասկանալ, սա խմբակցության ներսում պետք է դրվի քվեարկության, որ հաստատվի տեխնացությունը, որովհետև ինքը ազգային ժողովում չի։ Եվ երբ է լինելու նիստերը բան լինելու։ Պարոն Ռուբինյան, քանի որ դուք համարում եք լեգիտիմ ընդդիմությանը, ուզում եմ հասկանալ կոնկրետ կան, որոնց նույնիսկ խորհրդարանում չեք ուզում տեսնել։ Սա նշանակում է, որ իշխանությունը արդեն ֆրակցիան որոշում ունի, որ այն պաշտոնները, որոնք կհասնեն ընդդիմությանը, քվեարկություններ
կընտրեք իրենց, այսինքն նախագահի համար կքննարկենք, դուք գնահատեք, ես չգիտեմ ինչ է շրջանառում, ինչ չի շրջանառվում, ես ասում կոնկրետ այդ սուբյեկտի հետ կապված, ես կարծում եմ, որ մարդը, որը հայ սակրավորի մահն է ցանկանում եւ դրա մասին խոսում է, դա նորմալ չի, որ այդ մարդը լինի падգամավոր։ Դա նորմալ չի ուղղակի, եւ ես ակնկալում եմ նաեւ ձեր աջակցությունը այդ գործում, ես կարծում եմ դուք պետքա հարց տաք Կալուգացի օլիգարխին եւ իր թիմակիցներին պետքա հարց տակ, ասեք, չեք ուզում հորդորեք դատը դնի, որովհետեւ պրոբլեմա, դա խնդիր է։ Եվ բացի դրանից Կալուգացի ասեցի, հիշեցի։ Հիշում եք, չէ՞ որ իրանք խոստանում էին, որ հաջորդ վարչապետն է լինելու Կալուգացին, որ հունիսի 8-ին կառավարության նիստ է անելու եւ այդ պահին չի լինելու Հայաստանի քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն ունեցող անձ։ Ես խնդրում եմ ասեք, ինչ եղավ։ Ինչ եղավ։ Այդ ճաշակում գործընթացի մեջ։ Բայց մի վարքան ինքը չէր ասում, չէ՞ որ հունիսի այսօր ամսի քանիսն է, հունիսի 3-ն է։ Հա, հունիսի 3-ն է։ Ինքը չէր ասում, չէ՞ հունիսի 3-ի դրությամբ ես գործընթացի մեջ եմ լինելու։ Ինքը ասում էր հունիսի 8-ին ես կառավարության նիստ եմ վար։ Լավ է, եկեք։ Շնորհակալ եմ քվեարկության։